Ահա ամբողջ գիշեր համարյա չքնեցին, այն նամակները, որ ես ստանում եմ, անձնական, շատ խիստ անձնական, մարդկանց գաղտնիքները բացված, եւ ահա ես տառապում եմ այն մարդիկ, որոնք Հայաստանում են, նվիրյալ քրիստոնյաներ, որ եկեղեցի են գնում, եւ շատ շատերը ահա ունեն հուսահատություն, ահա նրանք կոտրված սիրտ ունեն, ահա նրանք դեպրեսիայի մեջ են, ահա նրանք չեն հավատում, որ իրենք պիտի փրկվեն, ահա նրանք կարծում են, որ իրենց վերջին հանգրվանը տառապանքն է եւ դժոխքը։ Սա ինչ բան է, լսեք։ Դուք քահանաներ, այդ ինչ եք անում ժողովրդին։ Այդ ինչ եք սովորեցնում ժողովրդին, որ այսքան հուսահատություն կա քրիստոնյաների մեջ։ Եվ հիմա ես ձեզ մի բան կասեմ, որ դուք բոլորը տանիծված եք, եւ ես կբերեմ շատ կարծր փաստեր սրա համար։ Մարդը չի կարողանում նայ քո դեմքին եւ ասի, որ ինքը լեսբիան է, կամ ինքը հոմոսեքսուալիստ է, կամ ինքը 6 հատ աբորտ է արել։ Դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Նույնը հարցը չկա կաթոլիկ եկեղեցում, որովհետև մենք մտնում ենք խցի մեջ, փակ խուց է դա, մյուս կողմում անթափանցելի, ուրեմն այս լուսամուտը կա փայտից, որի հետևում քահանան է, նա չի տեսնում քո երեսը, ինչու, որովհետև դու խոստովանում ես Քրիստոսին, դու խոստովանում ես Աստծուն, նրան հետաքրքիր չի, թե դու ով ես։ Իսկ ձեզ մոտ կամ չկա խոստովանություն, կամ եթե կա, մարդը պետք է նայի ձեր դեմքին եւ ասի իր արատները։ Եվ դու էլ, որ խոստովանության ուխտը չես արել գաղտնիքը պահելու, իհարկե կտարածես ամբողջ ժողովրդի մեջ, առանց հասկանալու, որ դա քո դժոխքի այցհետոնցն է։ Ինչու են քրիստոնյաները Հայաստանի այսքան հուսահատված եւ այսքան քիչ հույս ունեն փրկության, կարող եք ինձ բացատրել, այդ ինչեր եք ասում դուք Խորանի վրայից, որ այս մարդիկ տխրությունից եւ ողբից բացի ուրիշ ոչինչ չունեն իրենց սրտի մեջ, իրենք չունեն Քրիստոսի փառաբանության ուրախությունը, այդ հավերժական նվիրումը տեսնելու, հասկանալու երկինքը եւ նրա ճանապարհը։ Դե հիմա լսեք, տեր կոչվածներ, իմ վերերը շատ մեծ է ձեզ, որովհետեւ դուք պետք է մարդու նախ 7 խորհուրդները իմանաք եւ պահեք այդ 7 խորհուրդները, դնեք խոստովանության արտական խոստովանության նորմալ կարգ, որովհետեւ մարդը առանց խոստովանության չի փրկվում։ Ես կարծում եմ մտածեցի, ես կարծում եմ դրանից է։ Այս մարդիկ չունեն անձնական խոստովանություն եւ կոչվում է spiritual director, երբ որ դու իմ քահանան գիտի իմ խնդիրները, ես արդեն դրանից բացում եմ, նա գիտի ինչ պիտի ասի, ինչ ուղղություն պիտի ինձ տա։ Եվ ես առանց դրա չեմ կարող ապրել։ Որտեւ ես ընդհանրապես մի փոքրիկ մարդ եմ, չգիտեմ Աստծո ուղիները, ինքն է ինձ սովորեցնում։ Անում եք սա, ձևական եք դուք, լսեք, դուք չեք պատկերացնի ինչ անեց կա ձեզ վրա, ամեն մի հոգու համար դուք պատասխանատու եք, դե ուրեմն լսեք, մարդը ինչ էլ ընդունակա, ինչ մեղքեր էլ որ անի, ներվում է Աստծուց, եթե նա հասկանում է իր մեղքը, եթե հասկանում է եւ զղջում է, 100% ներվեց։ Այդ պայից սկսած, եթե նա 10 պատվիրանները պահում է եւ աղոթք է անում եւ ամեն օր խնդրում է Աստծուն, նա փրկված է։ Ես բողոքական չեմ, բողոքականները դա են ասում, բայց լուսավորիչը ավելացնում է, դու փրկված ես հույսով։ Ոչ թե դու հաստատ գիտես, որ փրկված ես, բայց դու փրկված ես հույսով, եթե դու 10 պատվիրանները պահում ես եւ վստահ ես, որ դու քո սրտի մեջ Քրիստոս ունես, ինչու, որովհետեւ ամեն վարքյան մարդը կարող է ընկնել եւ ընկնել շատ ցածր, բայց Աստծո շնորհքով Աստված մեզ սպառում է, եթե մենք մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում ենք պահելու 10 պատվիրանները եւ Աստված սպառում է մեզ, որ մենք չընկնենք շնորհքից, մինչեւ մեր կյանքի վերջին րոպեն։ Բայց մինչ այդ դուք պետք է ժողովրդին ոգե շնչեք, ներշնչեք Սուրբ Հոգու հույսը։ Լուսավորիչ եմ թարգմանել, մեկը խոսում է այդ մասին, տգետներ, բա դուք թարգմանեիք, առողջությունս եմ կորցրել,
աչքերս միջև հիմա ցավում է, աչքերս փակում եմ, գրապարի տարերն են երևում, ինչու, որտեղ մի նախադասության վրա ես մի շաբաթ կարդացել եմ, մտածել եմ, այդքան կենտրոնացում 70 տարեկան կինը չի կարող անել, դուք ինչ եք արել, այդ ինչ թարգմանություններ եք արել, այդ գնացել եք խեղճ եզդիներին, որը ակվոր են պաշտում, դարձի եք վել, մտել եք իրանց տները, մկրտել եք, հիմա էլ այդ դերի ծնունդ, այդ վիժվածքը, սրբազան, աջապահյալ, կուզենք կմկրտենք, կուզենք դուրս կշպրտենք մեր եկեղեցուց, լուսեք հերիք է դե հերիք է դե, ես կանչում եմ այո, Աստծո վրեժ ձեզ վրա, մարդկանց հույս տվեք, մարդկանց ասեք, որ իրենք փրկվում են, եթե բռնում են փրկության ճանապարհը, եթե մշտապես խոստովանության մեջ են եւ նայում են իրենց միտքն ու խոսքը, եւ դուք չհամարձակվեք այս ժողովրդին ներկայանալ որպես եկեղեցի, եւ որ այդ եկեղեցին ծառայում է Մեհյանին, եւ որ այդ քահանան ծառայում է սատանային, ինչու, որտեղ նա չգիտի, անգամ ինքը չի պահում 10 պատվիրանները, շնացող է եւ ստախոս, իր ապրելու առիթներն է փնտրում եւ քծնող է, ընդունակ չեն երբեք ճշմարտություն ասելու եւ ոչ մի Սուրբ Հոգու շնորհք չունի, ինչ է լինելու մեր ժողովրդի վիճակը, ես չգիտեմ, այդ թուրքերը գալիս են եւ եթե մի բան պատահում է ձեզ սրանից հետո 15 թվե 20 թվականի այս պարտությունը Աստված թույլ տվեք, որովհետեւ դուք որպես քրիստոնյա արժանի չեք ապրելու